2019 թվականին Հայաստանում տրամադրվել է բնակության 7800 թույլտվություն, 2022 թվականին 16600, իսկ 2024-ին 12491 թույլտվություն։ Դիմումների ամենամեծ թիվը ստացվել է Ռուսաստանից, որին հաջորդում է Հնդկաստանը։ Ռուսաստանից բնակության թույլտվության համար դիմողների գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են։ Հնդկաստանից դիմողները հիմնականում Հայաստանում սևագործ աշխատանքով են զբաղվում։ Մեծ հաշվով սա վատ չէ, եթե պրոցեսը վերահսկվում է, իսկ պրոցեսը մեղմասած չի վերահսկվում։ Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որով տարեկան քվոտաներ են սահմանվելու միգրանտ աշխատողների թվի համար։ Չեմ կարողանում հասկանալ այս քվոտավորման իմաստը ինձ համար։ Միգուցե կառավարությունը, որ ներդնի սկսի աշխատեցնել, մենք էլ հասկանանք։ Այսինքն կառավարությունն օրինակ հաջորդ տարվա համար կարողանալու է ֆիքսել, որ երկիրը հնարավորություն ունի ընդունել, ասենք, 10,000 աշխատանքային միգրանտ։ Եվ ըստ այդմ, հենց այդքան անձի է տրվելու բնակության թույլտվություն։ Այստեղ կա մեկ այլ խնդիր։ Իսկ ինչպես է որոշվելու, որ այս աշխատանքային միգրանտը երկրին անհրաժեշտ է, իսկ նրանից հետո դիմողը ոչ։ Գուցե իրենք ունեն հաշվարկներ, ինչպես են քվոտավորելու, որտեղ ԵՄ-ն ունի այդ համակարգը եւ բավական լավ հաշվարկում են իրենք։ Ես չգիտեմ, միգուցե իրենք արդեն համակարգ ունեն, որտեղ ես դրանից տեղյակ չեմ, բայց այն տեղեկությունը, որը ես ունեմ, ես կարծում եմ, որ այդ քվոտավորումը այս պահին դեռ շուտ է դրան անցնելը։ Ներկա օրենսդրության համաձայն գործատուն կարող է օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունել միայն այն բանից հետո, երբ կհիմնավորի, որ տեղացի բնակիչների շրջանում մասնագետ չի գտել։ Այսինքն ըստ գործող կարգի բիզնեսմենը դիմում է տարածքային զբաղվածության կենտրոն, եւ եթե այնտեղ չկա անհրաժեշտ աշխատանք փնտրողի մասին տվյալներ կամ հնարավոր թեկնածուն չի բավարարում գործատուին, այդ դեպքում վերջինը կարող է աշխատանքի ընդունել միգրանտի, սակայն գործնականում գրեթե երբեք այդպես չի արվում։ Օրինակ անցած տարի գործատուներն այդ կերպ վարվել են ավելի քան 10,000 դիմողներից ընդամենը 10-ի դեպքում։ Մյուս կողմից բիզնեսին եւս մեղադրել թերևս չի կարելի։ Օրինակ շինարարությունում, եթե բանվորը 4-5 տարի առաջ 10,000 դրամով օրական այդ սիրով կաշխատեր, հիմա 15-20-25,000 է հասնում։ Այս խնդիրը սուր է նաև գյուղատնտեսության ոլորտում։ Դաշտերում աշխատող մարդկանց օրական վարձատրությունից է կախված գյուղմթերքի ինքնարժեքը։ Հետևաբար, մրցունակությունը դասի շուկաներում։ Արդյունքում ստացվում է, որ շատ ֆերմերների համար միակ լուծումն աշխատանքային միգրանտների օգնությանը դիմելն է։ Այսօր հայկական աշխատողը շատ բաներ չի նախընտրում անել, չի ցանկանում անել, քվոտավորել միգրանտների քանակները առանց բիզնեսի հետ դա լուրջ քննարկելու, ինքը ոչ թե օգուտ կտա, այլ խոչընդոտ կստեղծի տնտեսության զարգացման, որովհետև խոչընդոտելով, որ միգրանտներ չգան կամ քիչ կան, դա չի նշանակում, որ տեղական գործազուրկները կսկսեն աշխատել։ Այսինքն այստեղ ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծվեն, բայց ոչ միմյանց հաշվին։ Մի կողմից չվերահսկվող աշխատանքային միգրացիան սոցիալական եւ անվտանգային ահռելի ռիսկեր ունեն, այսինքն այստեղ ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծվեն ոչ միմյանց հաշվին։ Մի կողմից չվերահսկվող աշխատանքային միգրացիան սոցիալական եւ անվտանգային ահռելի ռիսկեր ունի, մյուս կողմից տեղական ձեռնարկություններում աշխատատեղերի խնդիրը չի լուծվում, տեղում անհրաժեշտ աշխատուժի բացակայության հետևանքով։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։